Ուրեմն այս պատկերի միջոցով ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչու են մարդիկ հիվանդանում ըստ իմ իմացած եւ ստացած ինֆորմացիաների։ Ուրեմն այստեղ ես նկարել եմ մարդու մարմինը ուրվագծող այս պատկերը, ու հիմա կբացատրեմ, թե ինչ եմ նկատի ունեցել այստեղ այս նշանները դնելով, հերթով կբացատրեմ։ Ուրեմն ես այստեղ վերնագրել եմ ինչու են մարդիկ հիվանդանում, բայց ես արդեն կսկսեմ խոսամ այնտեղից, թե արդեն հիվանդանալուց հետո ես ինչ եմ տեսել։ Ես իմ մարմնի վրա եմ դա զգացել եւ տեսել, հիմա կփորձեմ բացատրել ավելի, որպեսզի պատկերավոր լինի, այստեղ կսկսեմ նաեւ գծել։ Ուրեմն այսպես ես մի օր շատ հետաքրքիր մի փորձառություն ունեցա, ես ինքս տեղեկատվությունը ստանալուց նաև իմ մարմնի վրա զգացի, այսպես ես կարծես թե իմ մարմնի մեջ ես զգացի, ես տեսա այսպես կենտրոններ, այսպես հենց նկարեմ, այսպես կենտրոնների նմանվող, այսպես շղթայատիպ 10 հատ այսպիսի կենտրոնը ես տեսա, որոնք պոչուկից սկսած, այսպես ասեմ, կենսական էներգիայի կետից սկսած, ես այսպես ողնաշարի վրայով այսպիսի մի ճառագայթային, չասեմ ցավ, բայց այսպիսի մի շարժ զգացի, կարծես այսպես ինչ-որ մի բան տաքացնող էներգիայի պես մի բան այսպես բարձրացավ, մոտավորապես 10 այսպիսի սպիտակ գույնի, գունավոր չեմ տեսել, այսպես հետաքրքիր պատկեր ես տեսա ու այդ էներգո շղթայական այդ ռեակցիան տեսա, ինքը այսպես գալարաձև, այսպես բարձրացավ ու ես ինքս էլ անկողնու մեջ կարծես թե սենց գալարվեցի, մարմինս այդ չասեմ ցավ, բայց այսպես ոնց որ էլեկտրական այսպես շոկի ենթարկվեի, այսպես ինքը բարձրացավ ու ես տեսա 11-րդ կետը, այսպես նշան, կարծես թե այսպես երկու գծով ես այդ խոսքերը տեսա, վերևից դեպի ներքև իջնող եւ բարձրացող, այսպես կարծես դարպասների դռներ լինեին, այս երկու կենտրոնը, իրանք կարծես դարպասներ լինեին, որի միջոցով այսպես վերևից ինֆորմացիաներ են գալի, պտտվում են եւ բարձրանում են նորից վերև։ Այստեղ ես նկարել եմ, դե իհարկե սա սիմվոլիկ է ամեն ինչ, մեր գերագույն եսն եմ այստեղ պատկերել, որ մեր գլխից վերև է գտնվում, իսկ այդ երկուսի արանքում, այսինքն այստեղ գաղտունն է, պատկերացնենք այստեղ գաղտունն է, այս գաղտունից դուրս մեր գլխից, մեր մարմնից վեր այս կենտրոնը, 11-րդ կենտրոնը այստեղ էր գտնվում, ես այդպես տեսել եմ, այսպես կարծես թե իմ մոտ այսպես արթնացում եղավ, ինչ-որ կենսական էներգիայի արթնացում ինձ մոտ եղավ, որոնք 10 կենտրոնների մեջ այսպես մտնելով, դուրս գալով այսպես հասան մինչև այս կենտրոնը, դե իհարկե վերևն էլ արդեն այդ գնդի նման ես տեսա լույսի պես ինչ-որ մի բան էր, ու այն հետաքրքիր կարծես թե այս ինքը գալիս է, մտնում է մարմնի մեջ, բարձրանում է, այս կենտրոնի մեջ կարծես հավաքատեղին լինի, ինֆորմացիոն, էներգոինֆորմացիոն կենտրոն լինի, որտեղ ինքը հավաքվում է, ֆիլտրվում է, նորից բաց է թողնում, այսպես անընդհատ մենք կապի մեջ ենք լինում այս դարպասների միջոցով։ Իսկ ինչի են մարդիկ հիվանդանում, բացատրեմ, ուրեմն երբ որ մեր մարմինը, մենք ֆիզիկական մարմին ենք, բնականաբար մեր մարմինը սնվում է կենսական սննդամթերքներով, ասենք ուտելիքներով, հյութերով եւ այլն, ու դա պետք է լինի անպայման շատ առողջարար, որպեսզի մենք ապահովենք մեր ամբողջ մարմնի էներգիան, կենսական էներգիան։
Բացի դրանից մենք նաև ունենք հոգևոր, այսպես ասած, մարմին կամ հոգևոր դաշտ, որոնք նաև սնվում են դրսից եկող տարբեր էներգիաներով։ Եթե այդ էներգիաները լինում են բացասական, լինում են ներդրված մեր մեջ, գալիս են մեր մեջ բացասական մտքեր, ոչ ճիշտ գիտելիքներ, այո, լինում են նաև գիտելիքներ, որոնք այդքան էլ մաքուր աղբյուրներից չեն, այդքան ճիշտ կամ հակասող բաներ կան մեր գերագույն եսի համար, որտեղ էս գալիս է բարձրանում այնտեղ ֆիլտրվում իջնում է, եթե հակասող բան է լինում, այստեղ առաջանում են կոնֆլիկտներ։ Խոսքի մակարդակով, չգիտեմ, այնտեղ վիրավորանք է, տարբեր չթվարկեմ, բացասական ամեն ինչ ինֆորմացիա եւ այլն, ամեն ինչ, ինչ որ դրսից ներդրվում է մեր մեջ, այսպես ինչ անում, սկսում է խախտել այս էներգո մեր համակարգը ամբողջ, այս 10 կետերից, կենտրոնների էներգո համակարգը խախտում է, այս վերև ներքև գնացող այս էներգիայի հոսքը սկսում է խճճվել, այստեղ սկսում է քաոս տեղի ունենալ, ես այսպես նկարիմ ինքը իբրև քաոսի մեջ է, խանգարում է այդ բնականon այդ վերովար այդ process-ը մեր մարմնի մեջ այսպես բան է տեղի ունենում իրականում, ինքը այսպես ես հիմա խճճում եմ, ամեն ինչ խճճվում է, ու ինչ է անում, առաջինը խփում է մեր վերևի շերտին, մտքին, գիտակցությանը, ինչ է լինում, սկսում է կոնֆլիկտ, ներքին կոնֆլիկտ մտային գիտակցական մակարդակով, այսինքն սկսում է ներքին կռիվներ, արդյոք ով ճիշտ ասեց, սխալ ասեց, այս գիտելիքը լավ էր, վատ էր, այս միտքը վատ էր, լավ էր, մի խոսքով այստեղ սկսում է կոնֆլիկտ վերևի ամենաբարձր մակարդակով, գիտակցության մակարդակով, մտքի մակարդակով սկսում է այդ քաոսը, առաջինը վնասվում է մեր այս կենտրոնը, երկրորդ կենտրոնը, սա զգացողությունների զգայական այդ կենտրոններն են, կենտրոնն է, որը երևի համարենք սրտի գծով, հա, այս կենտրոնին համապատասխանում, ինչ է լինում, սկսում է մեր խղճի խայթը, կոնֆլիկտը, ընդհանուր, որ ինչ որ նորմեր կան, որոնք չեն համապատասխանում մեր ներքին համոզմունքներին, սկսում է այս խառնաշփոթ վիճակը ու վնասում է այս մեր հակասում է մեր այս զգացողությունների զգայական այս կենտրոնին է վնասում այդ ներքին նորից պայքարը, այսինքն ամեն դեպքում պայքարը խախտում է այս ամբողջ ստրուկտուրան, ամբողջ կառույցը, այս թափանցիկ, այս որ այսպես գնում գալիս է, այս շարժը խախտում է, խճճում է, եւ ամենավերջինը կենսական էներգիային, երբ որ հասնում է ամբողջը, մարդը սկսում է թուլանալ, մարմինը հյուծվում է, տկարանում է, սա անվերջնական էներգիան է, կենսական էներգիան է, որ կարող է վերջնականապես մարդուն տապալել, հիվանդացնել։ Հետաքրքիր է, որ ինձ մոտ այդ շարժը սկսեց կենսական էներգիայի մակարդակից, այս արթնացում, ասեմ, թե լավացում տեղի ունեցավ ներքևից դեպի վերև, հետաքրքիր էր, բայց օրինակ ես մտածում եմ, որ ամեն ինչ սկսում է նաև մտքից, երբ որ մարդու կամ միգուցե իմ մոտ արդեն այդ process-ը սկսել էր, ես իհարկե սկսել եմ մտքի առումով կարգավորել, ինչ եմ արել, այն վտանգավոր մարդկանց, գիտելիքները, աղբյուրները, նկատի ունեմ ինֆորմացիոն, ամեն ինչ փակել եմ իմ համար, հեռացրել եմ իմ կյանքից այդ երևույթները, ինչ է եղել, տեղի ունեցել մտքի մակարդակով գիտակցության մաքրում, այս հատվածը երբ որ մաքրվել է, քիչ-քիչ իջել է դեպի ներքև, ինչ է եղել, զգացողության մակարդակով եմ մաքրել, այսինքն այն մարդկանց նաև այդ ամեն ինչ որ ինձ հակասում էր, ես ֆիլտրել եմ, մաքրել եմ, հեռացրել եմ, եւ վերջինը կենսական արդեն երբ որ գիտակցությունը բացվում է, երբ որ զգացողությունները մաքրվում են այդ զգայական մակարդակով, ինտուիցիայի մակարդակով նաև կարելի է ասել, որը ավելի շատ այս ներքևի մակարդակին է համապատասխանում, ինքը արդեն գալիս է այդ
մարմնի բուժումը, էներգիոյի մակարդակով այդ մարմնի բուժումը, երբ որ սկսում է, արդեն սկսում է նաև մարմինը առողջանալ։ Դե համար, երբ որ ես այս 3 հարթություններով սկսեցի այսպես իջնել աստիճանաբար, բնականաբար այդ արթնացումը տեղի ունեցավ ներքևից կենսական, բարձրացավ այսպես, կարծես, գալարաձև, ինքը մտնելով բոլոր այդ էներգո կենտրոնների մեջ այսպես բարձրացավ ու լրիվ մաքրեց։ Ես այդ մաքրումը իմ ներսում տեսա։ Այսպես, չգիտեմ ինչքանով ես կարողացա փոխանցել այն ինչ որ կուզենայի, ինչ որ ես տեսել եմ, այդ ինֆորմացիան զգացել եմ, ու ինչն էր հետաքրքիր այս ամբողջ ինֆորմացիայի մեջ, որ մենք գիտենք, որ իբրև թե այսինքն ընդունված կարգով, որ մեր մարմնի մեջ կան 7 կենտրոններ, այսպես ասած չակրաներ, բայց ես տեսել եմ 10 կենտրոն, 11-րդը մեր գլխից վերև էր, այն կապող այն դարպասներն էին, որոնք մեր մարմինը կապում են մեր երագույն եսի հետ։ Այստեղ կարելի է նաև ասել հոգևոր և ֆիզիկական մակարդակներով երևի, ես նաև այսպես կարող եմ ընդունել այդ դարպասները։ Մի խոսքով այսպես